Ուր է տանում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը երկիրը, ինչպես կանդրադառնաց Սերժ Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած այցը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վրա, համաքաղաքացիների տեսակետները խորհելու տեղիք են տալիս։ Ռուսաստանը ուղղորդում է մեր արտաքին քաղաքականությանը։ Նրանք իրենց շահերն են հետապնդում, ռուսը, ամերիկացին, ուրիշ պետություններ, նույնիսկ Սարկոզին, այսպես ասում են, մեր աչքերի սիրահար աշուղը չի։ Հային միշտ քանդելադարերով շարունակել է ասած օտարամալությունը։ Չի փոխի, որովհետև դեպի ռուսամեդել կմնար։ Ինչ-որ չափով երևի կփոխի։ Մեր համակաղաքացիները կապ են տեսնում նաև Սերժ Սարգսյանի այցի եւ Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման միջև։ Այցելությունները պատահական չեն լինում։ Փոքր տերությունները, վասալ տերությունները այնպես են այցելում, ինչպես հարմար են գտնում մեծ տերությունները։ Պատահական կյանքում ոչինչ չկա ընդհանրապես եւ ինքը հայտնվել է ոչ միայն ասենք որտեվ ինքը ուզեցել է, միգուցե իրան ստիպել են հայտնվել։ Կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարբեր պաշտոնյաներին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհակալությունները մեղմ ասած զարմացրել են մեր համակաղաքացիներին։ Գույք պարտքի դիմացտրված բոլոր մեր արժեքները այլևս կորած համարենք։ Շնորհակալությունը գրեթե ապերախտություն է հնչում սեփական երկրի նկատմամբ։ Մեր գործարանները ճիշտ է տվել ենք, այստեղ մենք ռուսական հող ենք ձեռք բերել։ Այսինքն վաղը չէ մյուս օրը, երբ հարձակում լինի Հայաստանի վրա որևէ պետության, ասենք Թուրքիայի կողմից, ռուսական զորքի միջամտությունը ավելի ակնառու կլինի, որտեղ նրանք պաշտպանելու են նաև իրենց գործարանները։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, Էթվեն։